2026-ի Հայաստանի խորհրդարանի ընտրությանը օտարերկրյա միջամտությունները կչեզոքացվեն նաև ԵՄ ֆինանսավորմամբ։ Բրյուսելը 12 միլիոն եվրո կհատկացնի մեր երկրին հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար։ Մենք ծրագրում ենք ռազմավարական հաղորդակցության որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը։ Մենք կարող ենք մեծապես օգնել ընտրություններին ընդառաջ եւ ֆինանսապես եւ ինստիտուտների ամրապնդմամբ, որոնք կարող են հակահարված տալ հիբրիդային հարձակումներին։ Կանխատեսել, արձանագրել ու արձագանքել հիբրիդային սպառնալիքներին աչքի առաջ ունենալով Մոլդովայի ամենաթարմ օրինակը, որտեղ ռուսական տեղեկատվական թնդանոթը գործի էր դրվել ամբողջ հզորությամբ։ Russian influence is systemic. Մոլդովայում ռուսական ազդեցությունը համակարգային էր եւ միտված երկրի քաղաքական ուղղությունը վերաձևելուն։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Մոսկվայի հիբրիդային գործիքները, ապա տեղեկատվությունը, ֆինանսական միջամտությունը եւ հոգեբանական օպերացիաները երկարաժամկետ ռազմավարության մաս էին խոչընդոտելու երկրի եվրոպական ինտեգրմանը։ Սեպտեմբերի 28-ի խորհրդարանի ընտրությունները Մոլդովայում ճակատագրական էին, արդյունքը պիտի որոշեր հետխորհրդային այդ երկիրը կշարունակի ճանապարհը դեպի Եվրոպա, թե կվերադառնա ռուսական ուղի։ Մոլդովայի դեպքում մենք պետք է ասենք, որ իրենք մազով պրծան, մազով, բառից բուն իմաստով։ Մոլդովայում, հենց բուն Մոլդովայում Մայասանդում պարտվեց։ Եվ միայն Սփյուռքում իրենց ունեցած այդ հնարավորությունների շնորհիվ հնարավոր եղավ, որտեղ Սփյուռքը իրենց հիմնականում արևմուտքում է, Եվրոպայում է, այլ արևմտյան երկրներում, հա, ասենք Միացյալ Նահանգներում, Կանադայում, բայց նաև այնտեղ մի հարց եղավ, որ իրենց ավելի շատ հնարավոր եղավ ներգրավել ընտրություններում, քան օրինակ Ռուսաստանի, Մոլդովայի համայնքին, եւ դրա շնորհիվ ըստ էության այդ 51%-ը կարողացան ապահովել, բայց մեր դեպքում բավականին բարդ է լինելու։ Մոլդովայի փորձն այսօր առավել քան ակտուալ է նաև Հայաստանի համար, քանի որ նույն մեթոդները, նույն ցանցերը եւ նույն քարոզչական ռազմավարությունն արդեն ամիսներ շարունակ թիրախավորում են հայ հասարակությանը։ Ինչով է հետաքրքիր Հայաստանի համար, որտեվ նախ նույն գրասենյակից է ուղղորդվում այդ գործընթացները Կրեմլից, Կիրիենկոյի ղեկավարած, գիտեք, գրասենյակն է, որին հանձնարարված է հենց ապահովել ռուսամետ ուժերի հաղթանակը թե Մոլդովայում, թե Հայաստանում։ Մոլդովայում նա տապալվեց, նրան դա չհաջողվեց, դրա համար Հայաստանի դեպքում այսպես վերջին շանսներ են տրված Պուտինի կողմից, որտեղ եթե Հայաստանն էլ տապալի, իր քաղաքական ապագան, եթե ոչ ֆիզիկական ապագան, հարցական տակ կլինի։ Հենց այդ նպատակով ԵՄ աջակցության վերջին օրերին լրագրողների, փորձագետների, քաղաքական գործիչների փոխայցեր են տեղի ունենում Երևանից Քիշնև եւ հակառակ ուղղությամբ։ Հիմնականում ամեն մեկը իր մասով ներկայացնում էր, թե հիբրիդային ինչպիսի գրոհներ են եղել նախընտրական շրջանում, դրանք արտահայտվել են նաև ֆինանսական մեծ հոսքերի տեսքով, որոնք եղել են եւ կանխիկ եւ օնլայն գումարներ։ Իդեպ նշեմ, որ մոլդովական կողմը առանձնահատուկ ընդգծում էր, որ կանխիկ գումարների տարանցիկ ուղին եղել է Ստամբուլը եւ Երևանը։ Հիմնականում նշեցին, որ օնլայն գումարները տիրաժավորվել են տարբեր հնարքների միջոցով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ աֆիլիացված բանկերից մեկը բացել է Մոլդովայի քաղաքացիների համար այդ բանկի հավելվածում տարբեր էջեր եւ մարդիկ այդ գումարները ստացել են այդ էջերի վրա, բայց քանի որ այդ բանկերը եւ նրանց քարտերը հասանելի չեն այդ թվում եւ Մոլդովայի տարածքում, գումարները մոլդովացիները կանխիկացրել են գնալով Մերզդնեստր։ Մերզդնեստրը ամբողջությամբ գտնվում է ռուսական վերահսկողության ներքո։ Ռուսական մեդիա եւ տելեգրամյան ցանցերը զանգվածային ապատեղեկատվության քարոզի միջոցով թիրախավորում էին նաև երկրի եվրոպական կուրսը, տարածվում էին կեղծ հարցումներ, փաստեր, շահարկված սյուժեներ, խարխլելու հանրային վստահությունը եւ ստեղծելու անորոշության մթնոլորտ։ Pro-Kremlin media Մոլդովայում պրոռուսական մեդիան, տելեգրամ ալիքները եւ պրոռուսական գործիչները տարածում էին նարատիվներ, որոնք կասկածի տակ էին դնում ընտրությունների լեգիտիմությունը եւ նսեմացնում երկրի եվրոպական ընտրությունը։ Որքանով ես եմ հետևում, Հայաստանում եւս նմանատիպ ցանցերը փորձում են մեծացնել վախը հասարակության շրջանում, թուլացնել պետական ինստիտուտները եւ խթանել հակաարևմտյան տրամադրություններ։ Զուգահեռ Մոլդովայում ակտիվանում էին ֆինանսական հոսքերը, որոնց ծագումնաբանությունը խիստ կասկածելի էր։ Russia attempted to channel money. Մոլդովայում Ռուսաստանը փորձեց ֆինանսական հոսքեր ուղղել այն ուժերին, որոնք դեմ էին Եվրամիությանը ինտեգրմանը։ Նման քայլեր տեսել է նաև Հայաստանը։ Հայաստանում նույնպես նկատվել է ֆինանսական աջակցություն որոշ շրջանակներին։ Խոսքը պրոռուսական քաղաքական կուսակցությունների եւ որոշ ուժերի մասին է, որոնք տարածում են Կրեմլի օրակարգը Հայաստանի ներսում իրավիճակը ապակայունացնելու համար։ Անցած տարի եւ վերջ չկար նախընտրական գործընթացներ, այդ հիբրիդային պատերազմի գործիքակազմը արդեն սկսել է կիրառվել Հայաստանի դեմ։ Ֆինանսական հոսքերի մուտքը Հայաստան, որը որ ըստ կենտրոնական բանկի տվյալների
հայտնի ճակերտավոր սրբազան շարժման ընթացքում մի քանի 100 միլիոն դոլարով գերազանցել է սովորական այդ շրջանում եղած հոսքերը նախորդ տարիների համեմատ։ Հայաստանում դեռևս ցավոք սրտի այդ ֆինանսական թափանցիկության հարցը շարունակում է մնալ բաց, օրինակ եթե Մոլդովայի օրինակը նայենք, որը Ռուսաստանի շատ պատկերավոր ասած առավել ցանկապատված երկիր է եւ կարողացել է ընդཐུպ մինչև մի քանի 100 միլիոն դոլարի հասնող 200 միլիոն դոլարի մասին էին խոսում։ Փողերի հոսք ապահովել քաղաքական process-ների մեջ ռուսական կողմից պատկերացնել կարելի է, որ Հայաստանը Ռուսաստանի համար որպես բաց դուռ ինչ կարող է կատարվել եւ ինչ է կատարվում Հայաստանում այդ իմաստով։ Մոսկվան գործի էր դրել նաև տնտեսական ճնշման մեթոդը՝ գազային շանտաժից մինչև էներգետիկ կախվածություն, արտահանման շուկաների սպառնալիքից մինչև մատակարարման կրճատումներ։ Մոլդովայում Մոսկվան առաջնագիծ էր հանել նաև հոգևորականներին։ Բացահայտվել են դեպքեր, թե ինչպես են հոգևորականների տարբեր խմբերի տարել Սերբիա, որտեղ ռուսական կողմը ուսուցանել է, թե ինչպիսի նարատիվներ պետք է տարածել, հանրության ինչպիսի շրջանակներ պետք է թիրախավորել, ինչ-ինչ քաղաքական նպատակների հասնելու համար, դա առանձնապես չի տարբերվում նարատիվներից, որոնք շրջանառվում են Հայաստանում, դա Հայաստանի եվրոպական, այսպես ասենք, անապագա հեռանկարն է, ընտանեկան, ավանդական արժեքներն են, որոնք պետք է խարխլվեն։ Մոլդովայում Ռուսաստանը շատ լուրջ աշխատում էր այսպես կոչված որոշ ճակերտավոր պրոեվրոպական ուժերի հետ նրանց մեջ ներդնելու կամ նրանց ղեկավարներին հավաքագրելու կամ իրենց հենց ձևավորված ուժերին եւ լրատվամիջոցներին Եվրոպամետի անվան տակ կեղծ նարատիվներ ուրեմն ներդնելու Մոլդովա եւ ըստ էության փորձ անելու վարկաբեկելու եվրոպական ծրագրերը, եվրոպական ինտեգրման գաղափարը, բայց Եվրոպամետի դիսկերից, հա։ Այստեղ մենք նույնը տեսնում ենք։ Բոլոր այս գործիքները միասին ձևավորում էին հիբրիդային հարձակման գլխավոր նպատակը՝ պայթեցնել վստահությունը ընտրությունների արդարության նկատմամբ եւ տապալել ժողովրդի ընտրությունը, շարունակում են մասնագետները։ What will help for Moldova and Մոլդովային օգնեցին եվրոպական ինտեգրման շրջանակում անցկացվող ինստիտուցիոնալ ամրապնդումը, ընտրությունների կառավարման բարելավումը եւ այլ բարեփոխումներ։ Մեդիա թափանցիկության բարձրացումը եւ կիբերանվտանգության ուժեղացումը եւս կարեւոր դեր ունեցան։ Շատ կարեւոր էր նաեւ ոչ միայն պետության, այլև քաղաքացիական հասարակության անկախ մեդիայի համակարգված արձագանքը։ Ես կարծում եմ, որ հայ հասարակությունը նույնպես կարող է դիմագրավել սպասվելիք մարտահրավերներին։ Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ այստեղ որպեսզի սխալ չընկալվի, հա, այսինքն մենք չենք խոսում Հայաստանի Հանրապետության իշխանություններին ապահովագրելու համար, այլ մենք խոսում ենք Հայաստանը ապահովագրելու համար։ Նույն խոսույթը նաեւ Մոլդովայում կա, որ այդ ամեն ինչը արվում է հենց Մոլդովայի պետության գոյությունը, շարունակական գոյությունը ապահովելու համար։ Փորձագետները միակարծիք են, ռուսական հիբրիդային թնդանոթի հաջորդ թիրախը Հայաստանն է։ Եթե Մոլդովայի օրինակով չամրացնենք մեր տեղեկատվական բնագծերը, կրակոցը այս անգամ լինելու է դիպուկ ու ճակատային։ Վոլոդիա Մուշաղյան, Արտակ Գևորգյան, Աշոտ Խաչատրյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ լուրեր։